Պիտի գարտամ Ղուկասու ավետարանին 9-րդ գլուխին 57-րդ համարեն սկսյալ մինչև վերջ Ղուկաս 9:57-62 ու երբ անոք ջամփան գերտային մեկը սավանոր դեր կույետևետ կամ ուր որ երտաս եւ Հիսուսը սավանոր աղվեսները որ չեր ունին ու երկինքի թրջունները փույներ բայց որդի մարդո դեղը չունի ուր իր գլուխը տնե ուրիշի մնալսավ եկուրին յետևես անալսավ դեր ինձ հրաման դուր որ առաջ երտամ իմ հայրս տաղեմ Հիսուսը սավանոր թող դուր մերելներու որ տաղեն իրենց մերելները բայց ցուն կնա Աստծո թագավորությունը քարոզե ուրիշ մնալսավ դեր ես կույետևետ պիտի կամ բայց ինձ հրաման դուր որ առաջ իմ դանս մեջ եղողներուն հրաժարական ողջույն դամ Հիսուսը սավանոր ոչ մեկը որ ցերկը մաջին վրա գտնե ու յետին գնայի Աստուծո թագավորությանը հարմար է Անցյալ գիրագի մեր խորհրդածության նյութներ Աբրո ու կորձո մերելները հիմնված Դեր Հիսուսի խոսքերուն վրա երբ անգոչրա մեգումը որ իրեն հետևեր Գոչը լսող մարդնալ պայման թրավ եւ դերոջը պատասխան եղավ թող դուր մերելներուն որ թաղեն իրենց մերելները Եվ մի քանի ճշմարտություններ շեշտեցինք հիմք ունենալով Աստվածաշունչը Շատ կարևոր է երբ մեկը Աստվածաշունչեն գխոսի պետք է ընդհանուր Աստծո խոսքը տեսնե թե ինչ ուսուցանե այդ ուղղությամբ անոր համար մենք կհիմնավորվենք առաքելական ողջամիտ վարդապետության վրա տեսանք թե մարդուն մեջ ինչը մեռած է որան միևնույն ադեն Գրնա շարունակեր ապրիլ, կործել, խոսիլ, գրել եւ թիրքորոշումներ առնել Աստուծո պատկերով ստեղծված մարդուն էության մեջ եղող հոգին մեռած է Այն հոգեվոր ընդունակությունները միտքը, գիտակցական զգացումը, խիղճը, գամքը եւ նաեւ խոսելու ընդունակությունը խոսիլնալ հոգևոր ընդունակություն է մարմնավոր 5 ըսկայարակներու չեն ենթարկվիր խոսքերուն ոչ հոդը գարնես ոչ կրնաս տեսնել ոչ ալ կրնաս շոշափել օթին թրթրումի պատճառով անոր ցայնը գլսես միայն հոգևոր ընդունակություններն են Աստվածաշունչի մեջ հոգին երկու անուններով եւս գհիշվի սիրտ եւ անձ Երբ դերը գսե որթյագիմ քու սիրտդ ինձի դուր, ասել գուզե քու միտքդ ինձի դուր, քու զգացումներդ ինձի դուր, քու գամքդ ինձի դուր, որպեսզի սխալ որոշումներ չառնես եւ սխալ դեղեր չերտաս, քու խիղճդ ինձի դուր։ Նաեւ գգարտանք ինչ կշահի մարդ Եթե բոլոր աշխարհը վաստակի եւ իրանցը գործընծնեն, այսինքն իր հոգին գործընծնեն։ Մարդը գրնա միայն իր հոգիով զասված բաշտել եւ անոր հետ հաղորդակցիլ։ Մենք որ շարունակ կհավաքվենք հոս, հոգիով դերը կբաշտենք ու ոչ թե մարմինով։ Եվ որովհետեւ մեղքի պատճառով այս հոգին մեռած է, չգրնար Աստուծո համար ապրիլ ու զայն բաշտել, այլ գաբրի իր եսին համար, էղոյին համար, որ իր ներշնչումը գստանա չար ու խապեպա սիրտեն։ Սրբազան Բողոսարակյալ այս տասագարկի մարդոց ագնարգելով գսե, որոնց վերջը գորուստ է, որոնց Աստվածը իրենց որովայնն է, ու անոնց փառքը իրենց ամոթն է, որոնք միայն երկրավոր բաները կմտածեն։ Փիլիպեցիս 3:19 Տեր Հիսուսի ագնարգած մերելները հոգևորապես մեռած մարդիկ են։ Անոնց հոգին մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած է եւ պետք է այդ հոգին վերստին ձնի։
գենթանանա, ինչպես հոգին վրա հոգևոր գործողություն կատարվելով ու ոչ թե ծիսական արարողություններով ու մարդկային չանքերով, նյութական իրերով հոգևոր գործողություն չկատարվի։ Հոգին հոգևոր միջոցներով նորեն գծնի ու նոր ստեղծված մը գտարնա։ Լսենք Աստվածաշունչը ինչ կուսուցան է այս ուղղությամբ, ինչպես մարդուն մեռած հոգին նորեն գծնի։ Կգարտանք առաջին Պետրոս 1:23-ի մեջ։ Նորեն ծնած ըլլալով ոչ թե աբագանացու սերմեն, հաբա անաբագանացու են։ Աստուծո գենթանի ու հավիտենական խոսքովը, ինչպես գծնի Աստուծո խոսքովը։ Իր ուզելովը մեզ ծնավ ճշմարտության խոսքովը գսե Հակոբոս Արաքյալ, որպեսզի մենք իր ստեղծվածներուն երախայրիմը ըլլանք 1:18։ Դարձյալ բասնզի թեև դուք 10,000 վարժապետներ ունենաք Քրիստոսով, բայց ոչ թե շատ հայրեր ունիք, բասնզի Քրիստոս Հիսուսով ես ցեզ ծնա ավետարանով։ Պողոս Արաքյալ գսե առաջին Կորինթացիս 4:15-ի մեջ։ Փիլիմոնի նամակ գրելով Վոնեսիմոսի համար գսե. Գաղաչեմ քեզի իմ որդուս Վոնեսիմոսի համար, զոր իմ գաբանքներուս մեջ ծնա։ 10-րդ համար։ Ինչպես ծնավ ավետարանով։ Աստուծո խոսքով, որում մեջ կյանք կա։ Ինչը ծնավ Վոնեսիմոսի մեռած հոգին ծնավ։ Երբ Տեր Հիսուս դաջարասեր, ազգասեր եւ լավագույն համայնքին պատկանող Նիկոդիմոսին ըսավ, պետք է քեզի նորեն ծնանիլ, անոր մեռած հոգին ագնարգեց։ Աստվածաշունչի մեջ եւ մարդկային պատմության մեջ մինչեւ այսօր փյուրավոր վկաներ կան, որոնք մեզի գսեն, թե իրենք ապրող ու կործող մերելներ էին, եւ այդ վկաներեն մեկնալ ես եմ այսօր, որ ցեզի կխոսիմ։ Սա դարբերությամբ, որ հիմա հոգիս վերստին ծնած է կխոսիմ, այն ադենալ կխոսեի, բայց վիճակս ինչպեսի վիճակ մներ, այնպեսի վիճակը, որ Պողոս Արաքյալ կնկարագրե Հռոմայեցված 3-րդ գլուխի մեջ։ Գարտամ ցեզի։ Ասիգա բոլոր մարդոց վիճակն է, որոնք հոգևորապես մեռած են։ Գսե Հռոմայեցիս 3:13-ն 18-ը պիտի գարտամ։ Անոնց կողորթը բաց քերեզման է, իրենց լեզվովը նենքավոր եղան, իժերու թույն գա անոց շրթունքներով վրա, ասոնք կործող, ապրող մերելներ են։ Եվ գսե, անոնց փերանը անեծկով ու թարնությունով լեցուն է, անոնց ոտքերը շուտ են արյուն թափելու, գործանում ու թշվարություն գա իրեն ճամփաներու մեջ եւ խաղաղության ճամփան չջանցան։ Անցյալ գիրակի դարսոնցի Սողոսը օրինակ ներկայացուցի, որպես ապրող ու կործող մերելը, որ իր մասին առաջ որ Քրիստոսի դառնա, հետևյալը գսե։ Սողոս գսե իր մասին ինչպես էր ապրող ու կործող մերելը։ Դիդոս 3:3-ի մեջ գսե. Բասնզի մենք ալ ադեմը անմիտ էինք, անհնազանդ, մոլորյալ եւ զանազան ցանկություններու ու հեշտություններու գծարայեինք, չարությունով ու նախանցով գվարվեինք, ադելի էինք ու մեկս մեկ գադեինք։ Նաև հիշեցինք հոգևորապես մեռած մարդուն վիճակը, որում մեջ կգտնվի։
Եվ այսօր հավելվածական գետեր վեր պիտարնենք և պիտի շեշտեն մեր փրկին Տեր Հիսուսին խոսքերը զորսավ եկուր իմ ետևես։ Մեր Տիրոջ ակնարկած մերելները չեն կրնար Աստուծո հետ հաղորդակցիլ։ Զայս ըմբռնեն կամ ոչ, չեն կրնար, որովհետև անոնց հոգին մեռած է, ինչպես էսի մարդը հոգիով Աստուծո հետ կհաղորդակցի։ Չի կրնար անոր համար ապրիլ, և հնազանդիլ անոր, ու ճշմարտապես բաշտել զայն։ Աստուծո հետ հաղորդակցելու միջոցը, որ է մարդուն հոգին, մեռած է, սակայն երբ ան նորեն գծնի, այն ադեն գրնա Աստուծո հետ հաղորդակցիլ, բաշտել զայն։ Դարձյալ, ըսիկ մեր Տիրոջ ակնարկած մերելները մեղքին քերին դարձած են ու միայն իրենց եսը քոհացնելու ետևեն։ Աստվածային բաները չհասկնար, այդ բաները իրեն խորտ կթվի և հիմարություն, կսե ատքայն հիմար ես տուն այսպեսի բաներուն կհավատաս։ Ասոնց համար աստվածային հոգևոր նյութերը երբեք արժեք չունին։ Ասոնց միայն թրամ է, աշխարհասիրություն է, նյութաբաշխություն, ասոնց նշանապանն է ստոիկյան փիլիսոփայությունը, գեր ու խմե բասնզի վաղը պիտի մեռնիս։ Այս մերելները կգարձեն, թե ամեն բան հոս է, հաշվետվություն, դատաստան, թժող այս բաները գոյություն չունին, ասոնք առասպելներ են ըստ այս մերելներուն։ Դարձյալ մեր Տիրոջ ակնարկած մերելները անոնք է, որոնք հավիտենական կյանքի հույսը չունին, որովհետև չեն հավատար, որ Տեր Հիսուս աշխարհ եկավ մերելներուն կյանք տալու, անոնց հոգին կենդանացնելու։ Երբ մեկը ավետարանին հավատ չընծայեր, գմերժե Քրիստոսի հրավերը, ինչպես անոր հետ ըլլալու հույսը պիտի ունենա։ Ինչ հիման վրա։ Դարձյալ մերելները անոնք են, որոնք Սուրբ Հոգուին բնակությունը չունին իրենց ներսիտին։ Այս պատճառով անոնք մխիթարություն չունին, խաղաղություն չունին, խղճի հանգստություն չունին։ Այս բաները ունենալու համար պետք է անոնց հոգին վերստին ձնի։ Իրապես շատ խղճալի է հոգևորապես մեռած մարդուն վիճակը։ Եվ հիմա ժամանակս որքանները պիտի կենտրոնանանք Տեր Հիսուսի խոսքերուն վրա, որ ասավ եկուր իմ ետևես։ Եվ պիտի չանանք ուղիղ հասկանալու, թե ինչ կնշանակե Հիսուսի հետևին։ Այստալ այնքան բղդոր գաղափարներ ունի մարդիկ Հիսուսի հետևելու առնչությամբ։ Հիսուսի հետևին շատ բաներ կենթադրե, որոնց մե 5-ը պիտի հիշեմ։ Առաջին, Հիսուսի հետևին կնշանակե անոր աշակերտ դառնալ։ Այսինքն անգե սորվիլ։ Աշակերտը երբ դպրոց կերտա, միտքը փոխելու դրամատրություն ունենա։ Տեսած եք աշակերտը դպրոց կերտա, ուսուցչին խելք կուտա, գսես այդ լսածը չեմ համաձայներ։ Լսածը չեմ հաստատեր։ Ու սորվելու եկերես, թե ոչ խելք տալու եկերես։ Քնադեղդ նստիր։ Աշակերտը միշտ մտափոխության դրամատիր է, միտքը գփոխե, անորաբար շարունակ, դասարան, գիտություն, գփոխե, եթե այս միտքը չի փոխե, տեղը գմնա։ Հիսուսի հետևողը դասակիրք ունի, ուղեցույց ունի, զոր կգոչվի Աստվածաշունչ։ Հիսուսի հետևողին ոտքերուն ջրակ է և անոր շավիղներուն լույս է։ Աստվածաշունչի մեջ կանոններ կան, քրիստոնեական սկզբունքներ կան, բադվերներ և ուսուցումներ կան։
Հիսուսի հետևողը շարունակ գսորվի Աստվածաշունչեն եւ Աստվածաշունչի հիմք ունեցող հոգեվոր քրագանությունները ուր միայն Աստվածային ճշմարտություններ գշեշտվին եւ սորվողը դժբախտաբար սորվողը երբեք վկայական պիտի չստանա բայց անպայման պիտի հասուննա եւ դղայական բաները մեկտի պիտի թողե թուն գսորվիս Աստվածաշունչեն շատ երգսեն մենք ալ Հիսուսի գավադանք մենք ալ քրիստոնյայք ինչ է իսլամ ենք մենք ալ եկեղեցի գերտանք Մեր դադես Սուրբ Գիրքը ծեր հեն չեն արներ եւ երբ բան բխոսիս գսի ասպանին հանդիպած չեմ մենք այսպես կհավատանք ասոնք միայն ինքնին գմխիթարեն սուտ մխիթարություններով Աստվածային ճշմարտություններու շուրջ կխոսիս խորտ ու քահագանչին երկրորդ Հիսուսի հետևիլ կնշանակե անոր հնազանդիլ եւ այս հեշտ չէ երբեք Հավատք եւ վստահություն կբանջի Երբ մեկը հասկացած է թե ով է Աստված այսինքն անոր ստորոքելիները հատկությունները հասկացած է գվստահի անոր ուստի գհնազանդի Քիդե որու գհնազանդի Քիդե անոր զասված քիդե անոր համար գհնազանդի Աբրահամ եւ անոր նմանները օրինակ է բոլորիս Աստված խոստացած էր Աբրահամը օրհնել զավակումը որ միջոցով բոլոր ժողովուրդը Դեռ մի եկավ այդ զավակը իր մեբան չվեցավ Չպես կլա ով դեր թունիցի Աստավագը խոստումով դվիր, ես ի վիճակի չէի, ոչ ալ գինս, հրաշքով ծնավ, և հիմա ետ կբանչես, ինչպես պիտի օրհնես, մեծ ասկ պիտի լամ։ Չեմ գիտեր, եթե դիկնոջը սավ, եթե սեր, վլվլիկ մը պիտի լեր, կասկած չգա, ծարաները պիտի գանչեր, աս ամուսինս խրված է, խելքը դեղեն շարժած է, ասոր էշին վրա տրեք, քիչ մոտափոխության դարեք, ինչ կսե ասիկաս, մեր զավակը, մեկ հատիկ զավակը, ասված խոստացավ հիմա գսե, որ ասված ետ ուզ է, հավատաց, որտև ջանցած էր ով էր աստված, հավատաց, որ ան կարող է հարուցանել Իսահակին, անոր համար, կտեսնեք, երբ զասված կջանչնաց, թե ով է, անոր ստորոքելիները գհնազանդիս անոր։ Եկեք օրեոր ավելի լավ ջանչնանք մեր դերը որուգի հետևինք, աստծո խոսքի միջոցով և անոր հետ կենթանի հաղորդակցությամբ։ Երորդ, Հիսուսի հետևիլ կնշանակե անոր պես քալել։ Անբոր գսեթե անոր մեջ կփնագի Այնպես պետք է քալե, ինչպես անիգա քալեց գսե Աբեդարանիչ, Հովանես Աբեդարանիչ իր նամակի մեջ, առաջին նամակին, երկրորդ գլուխին 6-րդ համարի մեջ։ Անբոր Հիսուսի հետևի, այնպես պետք է քալե, ինչպես անիգա քալեց։ Հարցը, ես ալ եկեղեցի գերտամ, ես ալ Սուրբ Գիրքը գարտամ, ես ալ հավատք ունիմ չէ։ Հարցը անոր պես քալել հարցը հոսը այսինքն Հիսուսի պես վարվել Հիսուսի պես խորհել խոսել կործել եւ մանավանդ Հիսուսի պես ծառայել ամենայն հեզությամբ ու միայն Աստծո փառքին համար ուրիշ խոսքով Զասված բադվել ու անոր սուրբ անունը չարադավորել։ Շատ էր եկեղեցի գաջախեն, Քրիստոսի անունը գգրեն, սակայն անոր պես չեն վարվիր, չեն խորիր, չեն խոսիր, չեն ծարայեր և մասնակետ դարձած են
Աստուծո անունը արադավորելու մեջ։ Քրիստոնեությունը սիրելներ դեսություն չէ, թեորիա չէ։ Այլ կյանք է, որ կսկսի վերստին ծնունդով, կշարունակվի սրբությունով և կմսակվի փառքով։ Չորրորդ, Հիսուսի հետևել կնշանակե անոր սպասել, անձնամաքրությունով և պատրաստվելով։ Աստվածաշունչը ուսուցանե, որ Հիսուս նորեն պիտի վերադառնա, պիտի գա։ Մարդիկ հավատան կամ ոչ, եկեղեցվո փևերեն քարոզեն կամ ոչ, ճշմարտությունը չփոխվիր։ Ես Հիսուսի երկրորդ գալուստի կհավատամ անոր համար, ճշմարտությունը ոչ, հավատան կամ ոչ, ճշմարտությունը չփոխվիր։ Հիսուսի երկրորդ գալստյան վարդապետությունը Աստվածաշունչի հիմք ունի։ Եվ ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի, ինքսիկ կմաքրե, ինչպես անիգա մաքուր է։ Գսե Հովհաննես առաքյալ իր նամակի մեջ։ Հիսուսի հետևողը իր անձին վրա աշխատի, ուրիշներուն վրա աշխատել առաջ, իր անձին վրա աշխատի։ Եվ ձայն անձը մաքուր պահելու աշխատի։ Ոչ թե փրկվելու համար, այլ որովհետև փրկված է եւ հույս ունի շարունակ անձնամաքրության յետևե է առանց ուրիշներու հետ չափվելու։ Այսպես ուղիղ սիրտով ըսկաստությամբ կպատրաստվի իր փրկիչը թիմավորել։ Պիտեսես Հիսուսի հետևող եմ, շատ լավ, կպատրաստվիս օր անձնամաքրությունով։ Հինգերորդ, Հիսուսի հետևել կնշանակե ամեն բանը ավելի զայն սիրել։ Ծրագիրներուդ մեջ նախապատվությունը անոր դալ, անոր գադարած գործերը քնահատել, հարգել Աստուծո խոսքը եւ բոլոր սրտով անոր հետ գալել, բոլոր սրտով։ Աստվածային բադվերը քու դերասվածը սիրես, քու բոլոր սրտով, քու բոլոր զորությունով, միտքով։ Այնպես որ դեր այդ կագնգալ է իր զավակները։ Այնպեսի գործեր ըրած է մեզի համար, կագնգալ է, որ մենք բոլոր սրտով սիրենք։ Ինչ պիտելլար կու սկացումներըդ, եթե ամուսինը իր գնոջս է գնիկ նայր, ես քեզի կսիրեմ, բայց ես սիրտով։ Աշխատած տեղս նուրի ծանով մեկը գա շատ հարկելի, շատ ազնիվ դիգի մնե, սիրտիս կեսնալ հոն է, ինչպես պիտը սկայր, ուրախ պիտը լայր, կամալ հագարագ, կին ամուսինինս է, ես կեզի կես սիրտով կսիրեմ։ Աստված գագնգալ է, որ բոլոր սիրտով սիրեք զայն։ Հիսուսի հետևիլ հիշյալ 5 բաները կնշանակեն։ Անգեսորվիլ, անոր հնազանդիլ, անոր բեսքալել, անոր վերադարձին սպասել եւ զայն սիրել ամեն բանը ավելի։ Մարդը պետք է թատրի ինքզին սուտ մխիթարություններով մխիթարել է։ Ես ալ քրիստոնյա եմ, ես մեկումը բնած չեմ հասցներ, իմ սիրտս բարի է, ես ինչ ըրած եմ, ես միայն բարիք բաներ կմտածեմ, ասորանոր բարիք կնեմ եւ այլն, ինքնարդարությանս կեստը հակած, Աստուծո առջև փարիսեցի նման ինքզին կքովե։ Այս բոլորը պետք է վրա հետ հանես, աղբին մեջ տապես, խոնարիս Աստուծո առջև եւ բոլոր սրտով սիրես եւ թուն քեզի հարց դուր։ Հիսուս որ գսե թող դուր մերելներու որ թաղեն իրենց մերելները։ Թուն եկուր իմ ետևես։ Անգերց եղիր քո անձիդ հետ։ Հետևյալ հարցումին առջև անգերց եղիր, անգերց։ Կորձդ Աստուծո հետ է մարդոց հետ չէ։
Թուն որ տասագարքի գբատկանից, աբրո ու կործո մերելներում շատ են թիվ, լայն ջամպու մեջ միայն այս տեսակ մերելներ կան, աբրո, կործո, խոսո, ինչեր գնեն, բայց հոգևորապես մերած են, թուն որ տասագարքի գբատկանից, իրավ հոգևորապես մերած ես, թե ոչ գենթանացած մեղքի մերած վիճակեն և Հիսուսի հետևող մնես, այս հիշյալ իմաստներով Հիսուսի հետևող, դերը գոչ կնե այսօր, անշարունակ կնե, ով բոլոր հոգնած ու պերնավորվածներ, ինձ եկեք, ես ցեզի պիտի հանգչեցնեմ, երկը հետևյալը գսե, թե բեդև մեղքերդ խիշ շատ են, եգուր իմ ետևես, գներեմ հանցանքներդ ամեն, եգուր իմ ետևես, բիդլամ կյանքի ընթացքին, քեզ ասված առաջնորդ անքին, քնած եմ քեզ արյամբ իմին, եգուր իմ ետևես, գարժե այսպեսի, դերոջ համար անոր սիրույն ամեն բան աղբսեբել դարսոնցի Սողոսի նման և Հիսուսի հետևի։ Եթե գուզես տունալ ճշմարտապես, ցերպազատվի սուտ մխիթարությունները և Հիսուսի հետևին հրավիրե անոր սրտիդ մեջ։ Հեզ եղիր, հեզ, ապ մոհող ես, մարդը որքան հբարդ է, ինքսիկ պամը գգարձ է, ինչ եղեր շրջանակ ունի, ձապարություններ գնեն ամենը, ապո բզդիկ մի կուրապը, բայրս մարյանըտ մեջ, բժիչկի գսևեց ամիսեն գերտաս, ով ես հեզ եղիր դերոջ արջը, և իգնարդարության ըսկեստը թանը, ընդունե որ հոգևորապես մերած ես, և ըսե դեր Իսուս, գենթանացուր ինձ, գենթանացուր, գհրավիրեմ սրտիս մեջ, եկեք բահմը մեր կլուխները խոնարեցնենք, ուզեմ այս արիթը չգործնցնել, մի կուցե մեր մեջ մեկ հոգի գաղամ, մեզ համացանցի միջով թիդողներու մեջ, սիրելներ կան, որոնք աբրո ու կործո մերելներ են, հոգևորապես մերած են և գուզեն դեր Իսուսը հրավիրել։ Այդպեսիներ թող աղոթեն իրենց սրտի մեջ, հետևյալ աղոթքը։ Դեր Իսուս այս պահուս գխոնարիմ քո առջևդ, գնդունիմ, որ ես հոգևորապես մերած եմ, գհրավիրեմ քեզ իմ սրտիս մեջ, գենթանացնես զիս, ները իմ բոլոր մեղքերս, և այսուհետև գուզեմ քեզի հետևիլ, և միայն քեզի հետևիլ, շնորհակալ եմ, որ լսեցիր և պատասխանեցիր, Փառքիդ համար, ամեն, թող դերը ձեզ արադապես օրհնի։ Շնորհակալ ենք Տերոջմեն և դերը շնորհ է, որ ամեն մեկս հաստատ և հավատարիմ մնանք մեր փրկիչ վրա ունեցած հավատքին, մեր այս կարճ կյանքի ընթացքին ապրենք զինք փառավորելով։ Պիտի վերջացնենք երգելով 526-րդ երգը հոդնգայս։ Հարուցյալ փրկիչ ինձ կսե եգուր իմ ետևես և հովիվին աղոթքով պիտի փակենք։ Zohe,
Tebe demelket chishadyer, Yegurim yedeves, Ganerem hansam nerdamen, Yegurim yedeves, Bidalam yankiden tatski, Kezas bazarach nortanki, Kanadziem kezariam mirin, Yegurim yedeves, Pazmativ galver praseke, Yegurim yedeves, Gazadem kezam empere, Yegurim yedeves, Gurtskis frahenur mishkamto, Abba katan steins aisor, Geser pematsum dem honor, Yegurim yedeves, Դեր Հիսուս, որքան փառք ուտան քեզի, որ մեզի պես անարժան մեղավոր մարդոց գոչ կնես, որ քեզի հետևին։ Այո դեր մեզի համար մեծ բադիվ է, փառք է, քեզ ունենալ, քեզի հետևիլ, քեզի համար ապրիլ եւ ծառայել։ Օգնե դեր, որ օրեօր հասկանանք, թե տուն ով ես մեզի համար։ Քու ստորոքելիներդ հասկանանք, քու անչափելի, անհուն սերդ դեր հասկանանք, ըմբռնենք եւ միայն այնադեն բոլոր սրտով քեզ պիտի սիրենք եւ քեզի պիտի հետևենք եւ պիտի ցերպազատվենք սուտ մխիթարությունները օգնե դեր որ քու հոգիդ կործե մեր բոլորի ներսիտին եւ այս խոսքերն ալ դեր գնքե մեր սրտերուն մեջ արցագե մեզ քու խաղաղությամբ փառքիդ համար ամեն